քարոզի մեջ նշեցի իմ օրակարգը բախում է, չէ, իմ օրակարգը հաշտությունն է, իմ օրակարգը միություն, միասնությունն է, իմ օրակարգը հոգևոր է եւ եկեղեցական է։ Ես խոսում եմ եկեղեցաբանական լեզվով։ Եթե ոստիկանը չի լսում եւ չի հասկանում, ոստիկանն էլ կլսի դարձի կգա։ Դարձի կգա։ Տարբեր ձևեր կան, Աստված ամեն մեկին մի ձև այցելում է։ Մեկին ողորմում է, մեկը պատժվում է, մեկը ինքն իր փորած փոստն է ընկնում, հասկանում։ Մեկին չկա այդպիսի մարդ, որ այցի չգա, եւ չկա այդպիսի մարդ, որ իր ցանած որոմները հետո իրենց չվերադառնա։ Լավ, եկեղեցուց փորձում են դուրս անել, այսպես ասենք, ժամ են դրել խեղճ հոգեորականի վրա, թե բա մի ժամից դատարկես տարածքը քո իրենով դուրս արի։ Ես ձեզ ասեմ, որ իր համայնքը իրենով է այդպես նախաձեռնող, թե ձեր կարծիքով այդ նույն բարերարների վրա էլ սկսել են արդեն աշխատել, որպեսզի լարում մտցնեն բարերարների անկեղծ ասած, մյուս տեղերում այդպիսի միջադեպ ինտրիգ չի գրանցվել։ Ես կարծում եմ, որ եկեղեցական համայնքները, որը կոչվում է ծուխ, ուզում եմ սա հավելյալ բացատրեմ բոլորի համար, որ չկարծեն, երբ որ մենք եկեղեցական համայնք ենք ասում, դա նույնացնում ենք տվյալ համայնքի հետ, որտեղ երբեմն խրտնում են այդ եկեղեցական համայնքը, դա ծուխն է, այսինքն տվյալ եկեղեցու հավատացյալների համախմբումը, որը կարող է լինել նաև մի քանի գյուղից բաղկացած։ Հետևաբար ես կարծում եմ, որ մեր եկեղեցական համայնքները իրենց քահանաների կողքը կանգնած են եւ աջակից են։ Այդ համայնքները թույլ չեն տա, որպեսզի եկեղեցուց դուրս անեն օծյալ քահանաների եւ կարգավիճ չարված քահանաների։ Ես կարծում եմ, որ այո։ Իսկ եկեղեցին այստեղ անելիք ունի, սկսած պարզաբանումից վերջացած նաև փորձում ենք հանրային լինել, փորձում ենք իրականությունը հնարավորինս ներկայացնել եւ ինչքան ինստիտուտ կա, որ կարող է մեզ օգնել, փորձում ենք տեղյակ պահել եւ ներգրավել։ Իսկ եկեղեցու անելիքը մեր հոգեվորականները պինդ կանգնում են եւ բոլորս կազմում ենք միաբանություն։ Իսկ եթե երկու օկուպացված եկեղեցիների շարունակությունը նաև ոսկետափում լինի, դուք գիտեք, որ երկու տեղում կողպետ է փոխվել։ Դա կգրանցվի որպես ոտնձգություն մայրաթորի սեփականության հանդեպ, որտեղ տարածքը մայրաթորին է պատկանում, համապատասխան հետևանքներ։ Դա արդեն հանգիստ ենք այդ առումով։ Հայր Ռուբեն, դուք արդեն փորձել եք գնալ առաջնորդարան կամ հանդիպել մինչ այս բանը չէ, քանի որ հայտարարվեց, որ չի ճանաչվում գաղափարի տնօրենությունը, դին գնալ իմաստ չունի։ Իսկ չի փորձել ձեզ հետ կոմունիկացվել։ Հայր Ռուբեն, նաև ձեր քարոզի մասին, դուք հաշտության ձեռքի մասին խոսեցիք, հաշտության ձեռք եք մեկնում, արդյոք այդ հաշտության ձեռքը օրվա իշխանության եւ նրան միացած բարձրաստիճան հոգեվորականներին եւ քահանաներին բոլոր քրիստոնյաներին, այդ թվում նաև մեր հոգեվորականներին, եպիսկոպոս հայրերին, մեր բազան հայրերից մինչև քահանա եւ սալվավատներ, որոնք այս գործընթացի մաս են կազմում։ Իսկ ինչու այդ հաշտության ձեռքը չեն սեղմում։ Գիտեմ։ Դուք կարծում եք մոլորյալներ են դրանք։ Նաև հաշտության օրակարգը նախ եւ առաջ, քանի որ իմ լիազորությունները տարածվում են կամ ինձ հանձնված է պատասխանատվություն այս թեմում, մայրաթորի տարածքն է սա, այս թեման։ Հետևաբար ես նախ եւ առաջ պիտի փորձեմ իմ տարածքում բանում, թե կարողանամ այդ հաշտության օրակարգը կամ այդ եկպառակտության ոգին, ոգու քչացման կամ վերացման գործում իմ համեստ ներդրումն փառք աստծո, փառք կտամ աստծո։ Այստեղ պետք է նախ եւ առաջ հավաքել։ Երեք Տեր Զարեհը Գևորգ Սրբազանի կողմից բռնաճնշումների մի քանի այսպես շատ ծանր դրվագներ էր նկարագրում, այդ թվում իր հետ կատարվածի մանրամասներն էր հայտնում առողջական լուրջ խնդիրների եւ ընդհանրապես թեմից աջակցություն չունենալու եւ նույնիսկ զանգ չի ստացել այդ ամբողջ ընթացքում։ Ձեզ ինչ է հայտնի այս բռնաճնշումներից եւ ընդհանրապես տեղյակ ենք, որ նաեւ Գանձարանի հետ գործ չունի այս պահին, իրավունք չունի այնտեղ ներողություն, չգիտեմ ձեր պարագայում ոնց են ասում, ամեն դեպքում իրավունք չունի նաև մոմ վաճառել, որևէ ծես անել, բայց ծեսել են անում, մոմել են վաճառում եւ ընդհանրապես շարունակում են մոլորեցնել մարդկանց։ Խնդրում եմ այս մասին խոսենք, ձեզ ինչ է հայտնի, որովհետև 19 քահանա եւ սարկավագներ ձեզ են միացել, 20 գումարած 3 սարկավագ։ Ահա, պլյուս դպիրները, որոնք հավատարմորեն նվիրված են։
Ինչ է ձեզ հայտնի, ինչ նոր դրվագներ կան, որոնք ձեր կարծիքով Ես անկեղծ ասած չէի ուզենա անդրադառնալ իմ նախորդի անցած ճանապարհին, ինչի որոշ դրվագներ Տեր Զարեհը փորձեց բացահայտել, անկեղծ ասած մարդիկ ինչի համար են այդպես անում, ես կողմնակից չեմ, բայց ինչի համար են այդպես անում, որովհետև եթերից լսում են բացահայտ զրպարտություններ, ամենայն Հայոց Հայրապետի հասցեին, Մայրաթորի հասցեին, այդ դեպքում, երբ որ նրանց պատասխանատվության մի զգայացավալ մաս իրենց վրա է։